Անդամները եւ ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Ես անուններ չեմ տալու, ձեզ հայտնի են, բոլոր անդամները ներկա էին, բոլոր անդամներն էին ներկա ձեր հայտ։ Խնդրում եմ մնացյալ հարցերը ճշտել տեղեկատվական մայրաթորի տեղեկատվական համակարգից։ Սիրելիներ, մնացյալ հարցերը ճշտել կարգապահական հանձնախումբից։ Ով պիտի ձեր հարցը քնի, իսկ կա հայ առաքելական եկեղեցում մեկ միաբան, որ իրավունք ունի ձեր հարցը քննարկել։ Հիմա տեսեք, ինչ հանձնախումբ որ կա, ինչ որ նշանակված է, ովքեր որ ինձ սպասում էին, ես իրենց հետ հանդիպեցի, ես նախապես չթաքցրեցի, որ ես չեմ քննարկելու, եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, որոնց որ իսկ վարկը քննելու է։ Ես կարծում եմ, որ ես գաղտնիք չեմ խոսում եւ բոլորդ լավ հասկանում եք, ինչի մասին է խոսքը, ու մասին է խոսքը։ Դուք չեք խոսում։ Եվ սիրելիներ, ինչու ես պիտի անուններ տամ։ Թողնում եմ դուք համար եք սրտապնդում ձեր նկատմամբ, քանի որ մասնակցում եք Հովանավանքում։ մնացյալ կարծիքները թողնում եմ ձեզ։ Դե տան, մինչև վերջ չպարնեք, ինչ եղավ, այդքան ասացի։ Այդքան ես ասացի, որ թույլ տվեք, ես հրաժարվեմ այս կազմի հետ։ Ես ամեն ինչը պատմեց, այդքան ասացի եւ դուրս եկա։ Ակնկալում եք, որ կաթողիկոսի պետք է հեռանա մյուս քահանաների նման Տեր-Արամի, ովքեր ունեն այդ պահանջը։ Ես կարծում եմ, որ հայ եկեղեցում ամեն մի մարդ, որ հոգևոր չէ, պիտի հեռանա։ Դուք հոգևոր եք Տեր հայ։ Դուք ձեզ հոգևոր համարում եք։ Դուք չեք ձեր ծառայությունը Դուք ձեր ծառայությունը լիարժեք համարում եք։ Դուք ինչու եք ինձ հարցեր տալիս, որոնց պատասխանը Դուք հրավիրել եք լրագրողներին եւ լրագրողները պարտավոր են ձեզ հարցեր տալ։ Շատ լավ։ Ես էլ ձեր պատասխանում եմ։ Ձեր ծառայությունը դուք լիարժեք, իբրև հոգևոր իրականացրել եք թե ոչ։ Սիրելիներ, կան հարցեր, որոնց պատասխանը մեն Աստված գիտի։ Հիմա դուք ինձ այնպեսի մի հարց եք տալիս, որ ես դրա մասին կիմանամ, երբ որ գնամ դրախտի եւ դժոխքի աշխարհ բաժանի ժամանակ իմանամ եւ դա է ձեր ծառայության վայրը։ Դուք այդտեղ ես սիրելիներ չեմ ուզում շատ մանրամասնել, միայն սա ասել իսկ ինչի համար եք հրավիրել լրագրողներին, եթե չեք պատասխանում հարցերին։ Որպեսզի կարգապահական հանձնախմբի հետ հանդիպումը լուսաբանված կապում եք ձեր մասնակցության հետ Հովանավանքի պատարագին այս հրավերը կարգապահական հանձնախմբին մասնակցելը, քանի որ դուք այնտեղ պատարագ եք մատուցում Սիրելիներ, տեսեք, ինձ հետ կապված հարցերը կարգապահական հանձնախմբի, ես պատահական չէ, որ հրապարակել եմ իմ Facebook-յան էջում, դուք տեսել եք բոլորը, թե ինչ հրավեր է, որի մեջ նշված է, թե ինչ հարցերով պետք է ինձ քննել։ Այդ հարցերին ես չեմ անդրադառնա, քանզի դա ներքին անձնական հարցն է եւ դա ին եւ եկեղեցու միջև հարաբերությունների հարցն է։ Ինչ վերաբերում է քաղաքականացրել եք ձեր եւ եկեղեցու հարաբերությունները։ Չի ասի, ինչ վերաբերում է Հովանավանքի պատարագներին իմ մասնակցությանը, ես այնտեղ մասնակցել եմ։ Միշտ, երբ որ ինձ լրագրողները մոտեցել են, ես բոլոր նրանց հարցերին պատասխանել եմ, երբեք չեմ խուսափել։ Ես իմ հայացքները այնտեղ արդեն իսկ հնչեցրել եմ։ Հիմա ինչու նույն հարցերը ինչ վերաբերում է ես Թալինին կմասնակցեմ, թե չեմ մասնակցելու, դա դեռ կորոշեմ։ Հանձնախմբի հետ կապված որ ասում եք այս կազմը, այս նույն կազմն է ձեզ օծել որպես քահանա, դա ընդունել եք։ Սիրելիներ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Ուղիղ պատասխանում եմ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Այս տաճարի մեջ։ Մտավախություն ունեք, որ դες կարգալուց կանեն ձեր հայացքները։ Իսկ ձեզ որևէ բան խոստացել են մայրաթորին դեմ դուրս գալու համար։ Մայրաթոր հայ առաքելական եկեղեցու օրհնած մյուրոնով։ Ձեզ որևէ բան խոստացել են եկեղեցուն դեմ դուրս գալու համար։ Որևէ բան խոստացել են։ Ես նման եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով։ Դուք եթե կարծում եք մնացածը թողում եմ ձեր իշխանության հրանգով, սիրելիներ, տաքսի վարել եք, ուրեմն տեսեք, այդ դեպքում ինչ եք մասնակցում Հովանավանքի պատարագին եւ եկավ միայն պատարագին մասնակցել եք, տեսեք, ձեր ծառայության վայրում չէիք, չէ՞ Տեր հայր։ Սիրելիներ, տեսեք, իմ ծառայության վայրում լինել չլինելու մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ, լրատվության հայտնի է, որ ես ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից, Բագրատ Սրբազանից անժամկետ։ Այդ արձակուրդի, այո, իհարկե լինում է, Բագրատ Սրբազանի պարագայում չի եղել։ Ժամկետը երբ լրացավ։ Եղել է, չէ՞։ Հիմա նույն Սրբազանից մինչև իհարկե, նույն Սրբազանից մինչև
իր արձակուրդ գնալը, ես ինքս արձակուրդ եմ լեցել, Սրբազանին հայտնի էր իմ անձնական խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է եւ հասկանում է հոգևոր որևէ խնդրանք եւ ըմբռնում է։ Ինչպես է իշխանության այս հանգուցալուծումը տեսնում Ինչ վերաբերում է իշխանությունից որևէ ակնկալի կամ իշխանության որևէ հրահանգ, ես դրան արդեն իսկ պատասխանել եմ, որ ես շարժվում եմ իմ համոզումներով եւ ինձ համար կա մի թագավոր, ինձ համար կա մի Տեր, դա Հիսուս Քրիստոսն է, ով որ ինձ ասում է ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Մնացած ովքեր որ ինձ ինչ որ բան կասեն չեն ասի, դա չի նշանակում որ ես դա կարող եմ անել կամ ինչ որ մեկ ինձ ուղղորդում է։ Սիրելիներ, ես կարծում եմ որ Աստված ինձ այնքան միտք է տվել, որպեսզի ես կարողանամ ինքս իմ որոշումները կայացնել։ Ամեն մարդ էլ սխալական է, ես էլ կարող եմ սխալներ գործել եւ մեղա Աստծո թող Աստվածների ինձ եթե իմ սխալ բան գործեմ, բայց ես չեմ վախենում իմ սխալը բարձրաձայնելու, դրա համար ներողություն խնդրելու, իմ ժողովրդից բոլորից եւ դրա համար ապաշխարելու։ Ես կարծում եմ, որ մեր շատ եկեղեցականների, հատկապես բարձրաստիճան, հենց խնդիրը սրանում է, որ մենք քրիստոնեաբար չենք վերաբերում մեր սխալներին։ Այո, մենք բոլորս էլ մարդ ենք, կարող ենք սխալվել, բայց դրա համար այդ սխալը մաքրելու, շտկելու համար Աստված մեզ ճանապարհը ցույց տվել է։ Հայ առաքելական եկեղեցին ունի այդ ճանապարհը, դա գաղտնիք չէ։ Հիմա ինչպես եք դուք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։ Հիմա շատ բարձր բաներից եք խոսում։ Մենակ ձեր հեռախոսը խնդրում եմ համաձայնել տարբեր ինչպես եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։ Հեռախոսը ինչու ես պիտի թողնեմ։ Ինչ եմ անում, ինչու է ինձանից պահանջվում, ինչու է ինձանից պահանջվում նման փոքր ցածր բաներ հեռախոսը։ Հիմա վարչապետի մոտ գնալիս երբ որ պահանջվի թողնել, չեք թողնելու։ Սիրելիներ, ես ամեն պահի կայացնում եմ համապատասխան որոշում։ Եթե ես այս պահին կարծում եմ, որ իմ հեռախոսը թողնեմ տունը, տնից դուրս գամ, թողնում եմ տանը։ Եթե այս պահին ստացվել է, որ հեռախոսը ինձ մոտ է, ես չեմ կարծում, որ հայ առաքելական եկեղեցում հոգևորականի հետ խոսելու համար պիտի պահանջի հեռախոսը ինչ որտեղ թողնել։ Դա ինձ համար արդեն իսկ абսուրդ է։ Բայց դա մի կողմ։ Ես ինչու պիտի իմ հեռախոսը թողնեմ, եթե ես եկել եմ հոգևորական մարդկանց հետ ինչ-որ բան հոգևոր թեմաներ խոսելու։ Մի մակարդակի վրա լինեք դեր այդ։ Ինչ կապ ունի մակարդակը։ Հիմա մեկը մտնի բան գողանա, ինձ ասի արի իր այդ գողանանք մի մակարդակի, մենք էլ են գողանում, դու էլ գողացի։ Դուք կառավարություն իշխանության ներկայացուցիչների մոտ գնալիս էլ չեք թողնելու ձեր հեռախոսը, իմանանք, որպեսզի հետևենք։ Կամ դեսպանատներ ավելի հավանական է։ Ես երբևէ նման խնդիր չեմ ունեցել եւ դրա մասին մտածելու կարիք չեմ ունեցել եւ կարծում եմ հիմա դա մանր հարց է։ Դուք ասացիք ինչպես եք տեսնում հանգուցալուծումը իշխանությունների եւ եկեղեցու միջև այս հեռակաբան ավեճին, վարչապետը օրինակ կաթողիկոսի հեռացումն է պահանջում, կիսում եք այս մոտեցումը թե ոչ։ Ինձ թվում է կարևոր հարց եք տալիս, որին թերևս ես ավելի ուշ կանադառնամ։ Իսկ չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործում է քաղաքական դաշտում։ Ինչպես։ Նույն Հովհաննավանքում պատարագին մասնակցել։ Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանն է ինձ հրավիրել Հովհաննավանքում պատարագին մասնակցել։ Ինքնաբուխ Դուք կարծում եք, որ Տեր Արամը իմ ընկերն է, իմ սենյակում է բնակվում ենք միասին մի քանի տարիներ ճեմարանում, սենյակակից ենք եղել եւ մեր մտքերը վաղուց են հատվում իրար հետ, վաղուց են իրար հետ մշակում երկար ժամանակներ եւ ես Տեր Արամին մոտ գալու նրանից նրա խնդիրը լսելու, չնայած ես նրա խնդիրներին գրեթե միշտ տեղյակ եմ եղել, համար ինձ պիտի վարչապետը կանչեր, որ ես իմ ընկերոջ հետ ինչ որ բան խոսեմ կամ որևէ տեղ, որևէ արտակում նրան հաջակցեմ կամ նրա մատուցված պատարագին ես գնամ եւ իմ օգտակարությունը փորձեմ բերել, նրա ձեռքից հաղորդություն ստանալ, ինչու՞ չէ նաեւ նրան օգնել հաղորդություն բաժանել ժողովրդին։ Սրա համար կարիք կա, որ ինձ որևէ մեկը հրավիրի։ Բայց դա մեղք չեք համարում։ Կարգապահականը երբ հրավիրի ձեզ էլի չեք գալու, ճիշտ հասկացանք ձեզ։ Նենց եք գալի այս հարցը ճշտեմ, այլևս չեք գալու ձեր հարցով քննարկմանը, որտեվ կազմում եք ֆիքսված է։ Քանի հստակ ասեմ ձեր հարցին հստակ պատասխանեմ։ Քանի դեռ այս կազմն է կարգապահական հանձնախմբում, ես չեմ գալու։ Իհարկե որոշողը Աստված է, բայց ես այդ կարծիքը ունեմ։ Առանց ձեզ եթե որևէ բան որոշի, օրինակ Ստեփան Ասատրյանի մասով դուք ասում եք, որ առանց իր ներկայության են կարգալույց արել, դատել են, ես դա անվավեր եմ համարում։ Ստեփան Ասատրյանում նկատում։ Դուք լավ գիտեք ում նկատում։ Կարգալույց եղած Կարգալույց եղած նախկին քահանա։ Եվ
Դուք իր մասով ասում եք առանց իրեն են որոշել, որ պետք է կարգալույծ անեն եւ ես դա անվավեր եմ համարում, դուք եք ասել, եթե ցալուն վերջին կիրը։ Հաստատում եմ իմ։ Առանց ձեզ եթե որոշում կայացնի խորհուրդը, ինչպես կվերաբերեք այդ որոշմանը եւ ենթադրենք կարգալույծ անեն ձեզ, բացառում եք, որ պատարակներ չեք մատուցի, ինչպես ձեր սիրելի Ստեփան Ասատրյանն անում։ Սիրելիներ, երբ որ դա ինչ-որ որոշում լինի, ես այն ժամանակ բնականաբար կարձագանքեմ։ Դուք կիսում եք, Ինչ վերաբերում է կարգալույծ կանանց չեն անի, դա իրենց որոշումն է։ Եվ հետո ես մի անգամ էլ առիթ եղել է կարգապահական հանձնախմբի կարգալույծ անելու իրավունք ունենալու թե չունենալու մասին Հովանավանքում այդ մասին արդեն խոսել եմ եւ հնարավոր չեմ բացառում, որ կարող են նաեւ դրան անդրադառնալ։ Տեր այդ դուք այնտեղ ասում եք, ես այսօր առավոտ եմ հենց լսել նորից, դուք այնտեղ ասում եք, որ առանց Ստեփան Ասատրյանի կամ ձեր խոսքով Տեր Արամի ներկայության են կայացրել այդ որոշումը իրեն կարգալույծ անելու։ Դրա համար դա անվավեր է։ Հիմա այսօր ասում եք այս կազմը։ Հիմա ինչով է։ Լավ, նախընտրելի կազմ ունեք, ով քննի ձեր հարցը։ Իսկ ձեր կարծիքով ով ուզեք, որ քննի։ Խնդիրը միայն մեկը պիտի լինի։ Խնդիրները կարող են տարբեր լինել։ Այո, դա էլ է խնդիր, որ առանց նրա ներկայության են քննել, քանզի նրան հրավիրել է։ Նա ներկայացրել է, որ կներկայանա եւ կներեք, թողեք պատասխանեմ սիրելի։ Նա ներկայացրել է, որ կգա, բայց չեն սպասել նրան։ Ինչով էր պայմանավորված։ Արդյոք այդտեղ միտում չկար, որ մինչև կիրակի օրը պիտի նրան կարգալույծ անեին։ Ես միտում տեսնում եմ օրինակ։ Դա մեկ, երկրորդը դա չի նշանակում, որ ուրիշ հարցեր չկան, ուրիշ հարցեր կան, այո, կարգապահական հանձնախմբի իրավական կարգավիճակի հարց կա, որին ես եւս անդրադարձել եմ, դա չի նշանակում, որ ես տարբեր բաներ եմ խոսում, ոչ, ես եւ նրա մասին եմ խոսել, եւ նրա մասին Ձեզ համար նորմալ է, որ հիմա Հովանավան Տեր Հայկ, երբ որ կառույց որ կարող է քննել ձեր հարցը, կա այդպիսի երբ որ ծառայության էիք անցնում Հայ Առաքելական եկեղեցում, չգիտեք, որ կարգերն օրինակ այսպիսին են, այդ հանձնախումբն է որոշում որոշելու նաեւ ինչ-որ մի օր ձեր կամ ձեր ծառայակից եղբայրների ճակատագիրը։ Ժամանակները փոխվում են։ Երբ ընտրում եք, որ պետք է գաք, ժամանակները փոխվում են, ժամանակների ընթացքում օրենքներն ու հանձնախմբերը եւս փոխվում են, օրինաչափությունները եւս փոխվում են։ Ես ձեզ ասեմ ավելին, կարգապահական հանձնախմբի հետ իմ այսօր ցանկություն չունենալը քննելու այդ հարցերը կապված են վերջին ժամանակների համացանցում հրապարակումների հետ կոնկրետ։ Ես չեմ կարող Նական Սրբազանի մասին է խոսքը։ Ես չեմ կարող, չեմ ուզում անուններ տալ սիրելին։ Կարող եմ, բայց չեմ ուզում։ Համացանցում օրը միլիոն հրապարակում է հայտնվում։ Սիրելիներ, մնացած մեկնաբանությունները թողնում ձեզ եւ շարունակել եք հոգեվոր ծառայություն իրականացնել։ Հոգեվոր ծառայություն իրականացնելը, տեսեք, հոգեվոր ծառայություն իրականացնելը դա իմ կոչումն է։ Նկատի ունեմ արձակուրդից վերադարձել եք արդեն։ Որևէ պաշտոնական արձակուրդից վերադառնալու այս պահին հարց չի քննարկվել, այս պահին չկա նաև նախագծում, բայց չեմ բացառում։ Իմ արձակուրդ գնալը չի նշանակում, որ ես ասուն արձակուրդ եմ հայտարարել։ Այնտեղ, որտեղ ես գտնվել եմ, ես միշտ այդ եկեղեցիներում պատարակների մասնակցել եմ, հոգևոր գործունեությամբ զբաղվել եմ։ Ինչքան ժամանակ առաջ եք գնացել։ Ես ուրեմն ասեմ, դա այդ հարցը շատ տեղին հնչեց։ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահը ներկայիս ուրեմն Ազատություն ռադիոգայանի հարցազրույց տալու ժամանակ նշել էր, որ 2022 թվականից չեմ ներկայացել եւ լքել եմ ինձ ծառայության վայրը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է այդ հարցում իմ հոգեվոր եղբայրին եւ ես կաղոթեմ իր հոգեփրկության համար եւ ես չեմ չարանում։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է։ Ես 2022 թվականից ծառայել եմ Տավուշի թեմում, եղել եմ Հաղորդի վանքի լուսարապետը եւ ես Սրբազան հորից թույլտվությունը իմ արձակուրդի ստացել եմ 2001 տարի կես առաջ, փետրվար ամսի 5-ին։ Ես ներողություն եմ, իսկ այնտեղ ծառայել եմ շուրջ 2 տարի։ Ներողություն, դուք ասում եք ազատությունը այսպիսի տեղեկություն է հայտնվել եւ հերքում են, դա սուտ է, բայց մի քիչ առաջ ասում եք համացանցում տեղեկություններ կան, որը կարծես հավատում եք, որոնց դրանց իսկությանը չեք կասկածում։ Սիրելիներ, ես կարգապահական հանձնախմբին
չասեցի, որ որևէ մեկը մեղավոր է։ Ես խնդրեցի, որպեսզի քննեն իրենց անդամների հարցերը։ Երբ որ կքննեն, երբ որ կպարզվի, կհրապարակվի